Ճակատագրական ու պատմական են անվանում այս ընտրությունները համաշխարհային մեդիայի ներկայացուցիչները։ Ալ Ջազիրա հեռուստաալիքը նշում է, որ շատ հայերի համար այս քվեարկությունը երկրի աշխարհաքաղաքական կողմնորոշման համար վճռորոշ պահ է՝ գնալ Եվրոպա, թե վերականգնել Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Կատարի մեդիա հսկան հիշեցնում է, որ 2023 թվականին Արցախը կորցնելուց եւ ավելի քան 100,000 էթնիկ հայերի տեղահանումից հետո սա առաջին քվեարկությունն է։ Իմ երեխաների ապագան ես տեսնում եմ Հայաստանում, մեր հայրենիքում, հայերի միջավայրում։ Իմ երազանքն է, որ նրանք խաղաղ պայմաններում մեծանան։ Ես չեմ ցանկանում, որ նրանք անցնեն այն ամենի միջով, ինչով ես եմ անցել։ Ալ Ջազիրան նշում է Հայաստանի վարչապետը, որը կողմ է Բաքվի հետ խաղաղության համաձայնագրին եւ ավելի սերտ եվրոպական ինտեգրմանը, բախվում է ռուսամետ մրցակիցներին։ Գերմանական Դոչե Վելե հեռուստաալիքի հաղորդավարը Հայաստանի ընտրությունները մեկնաբանում է Արարատ լեռան ֆոնին, նշելով, որ Հայաստանն ընտրում է իր դեպի Ռուսաստան կամ Եվրոպա ապագա ուղին։ Ինձ համար ամենակարևորն անկախ պետություն ունենալն է եւ շատ կախում չունենալը Ռուսաստանից։ Փաշինյանը ցանկանում է միանալ Եվրոպային, դա շատ վատ է մեր ժողովրդի համար։ Չպետք է միանանք Եվրոպային, պետք է մնանք Ռուսաստանի հետ։ Դոչե Վելեն անդրադառնում է Արցախում ամեն ինչ կորցրած ու էթնիկ զտման ենթարկված արցախահայերին, որոնցից յուրաքանչյուրը փորձում է Հայաստանում վերականգնել իր կյանքը։ 2020-2023 թվականներին մենք ընդամենն այս զիլ մեքենան ենք բերել։ Մնացած ամեն ինչը թողել ենք այնտեղ՝ հողերը, պահեստները, ենթակառուցվածքները։ Կարելի է ասել ամենը որպես նվեր ենք թողել այնտեղ, մնացել է իրենց։ Խաղադրույքը բարձր է Հայաստանի ընտրողների համար, նշում է թուրքական TRT World հեռուստաալիքը։ Ընտրություն, որը կձևավորի հարաբերությունները արևմուտքի, ինչպես նաև հարևան երկրների հետ։ Թուրքական լրատվամիջոցի պնդմամբ քվեարկության ֆոնին Թուրքիայի հետ հարաբերությունները մնում են տարածաշրջանային կարևորագույն խնդիրը։ TRT-ի թղթակիցն ընդգծում է, որ երկու երկրների միջև տասնամյակներ շարունակ փակ սահմաններից ու դիվանագիտական լարվածությունից հետո վերջին տարիներին նկատվում են կարգավորման ուղղությամբ զգուշավոր քայլեր, այդ թվում ուղիղ բանակցություններ եւ սահմանափակ գործակցություն։ Ֆրանս 24 հեռուստաալիքն անդրադառնալով Հայաստանի ընտրություններին ցուցադրում է Հայաստանի եւ Արցախի քարտեզը։ Ֆրանսիական լրատվամիջոցի պնդմամբ հայերի համար չափազանց կարևոր են անվտանգության, խաղաղության եւ սահմանների հարցը, կրկին ընդգծելով, որ սա առաջին ընտրությունն է Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքի կորստից հետո։ Ֆրանսիացի թղթակիցը նշում է, որ թեպետ անցյալ տարի Վաշինգտոնը միջնորդել էր խաղաղության համաձայնագրի կնքումը, այնուամենայնիվ փաստաթուղթը դեռևս չի վերջնականացվել։ Ֆրանս 24-ն ընդգծել է, որ Փաշինյանի քաղաքական գլխավոր հակառակորդ Սամվել Կարապետյանը խիստ քննադատելով խաղաղության համաձայնագիրը հայտարարում է, որ Հայաստանը ոչ թե կդառնա Ռուսաստանի, այլ Ադրբեջանի գավառը։ Հայաստանի ընտրություններին անդրադառնում են նաև ուկրաինական լրատվամիջոցները։ Freedom հեռուստաալիքի հաղորդավարը հայտարարում է, որ Պուտինը հայերին վախեցնում է ուկրաինական սցենարով եւ տնտեսական շանտաժով է զբաղվում։ Երևան ժամանած ուկրաինացի լրագրողը խոսել է շատ հայերի հետ, որոնց դիրքորոշումները տարբեր են։ Թղթակցի պնդմամբ բոլորը խաղաղություն եւ անվտանգություն են ուզում։ Թեպետ մեջբերելով մեկի խոսքերը ընդգծել է. «Զինված ես, ուրեմն ապահով ու անվտանգ ես»։ ՌԻԱ Նովոստին հայտնում է, Հայաստանում բացվել է 2005 ընտրատեղամաս, մասնակցում է 18 քաղաքական ուժ։ Քվեարկությունը կազմակերպվել է միայն Հայաստանի տարածքում։ Ռուսական լրատվական գործակալությունն ընդգծում է, Հայաստանի օրենքի համաձայն արտասահմանում ընտրատեղամասեր չկան։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։